Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Հայաստանում կրկին գրանցվել է երկրաշարժ, թեև ցնցումների ուժգնությունը մեծ չի եղել և ավերածություններ չեն արձանագրվել, նման դեպքերը միշտ ուշադրության կենտրոնում են հայտնվում։ Բնական հարց է առաջանում՝ ինչպիսի սեյսմիկ իրավիճակ է տարածաշրջանում, որքանով է սա սովորական երևույթ և ինչպես պետք է արձագանքի բնակչությունը նման դեպքերում։ Այս տեսանյութում ներկայացնում ենք պաշտոնական տվյալները, մասնագիտական գնահատականներ և ընդհանուր սեյսմիկ ֆոնին այս ցնցման նշանակությունը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն փետրվարի 24-ին տեղական ժամանակով ժամը 05:33-ին սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։ Օջախը գտնվել է Մասիս քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք, մոտ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2,2։ Էպիկենտրոնային գոտում ցնցումների ուժգնությունը գնահատվել է 2-ից 3 բալ։ Պաշտոնական տվյալներով ավերածություններ կամ տուժածներ չեն արձանագրվել։ Ցնցումները գրանցվել են Մասիս քաղաքում, Մղչան գյուղում, Դվին գյուղում։ Բնակիչները հաղորդել են թույլ, բայց նկատելի ստորգետնյա շարժման մասին։ 2-ից 3 բալ ուժգնությամբ երկրաշարժերը սովորաբար ընկալվում են որպես թեթև ցնցում, առանց կառուցվածքային վնասների։ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Տարածաշրջանը պատմականորեն հայտնի է երկրաշարժային ակտիվությամբ։ Փոքր մագնիտուդով երկրաշարժերը բավականին հաճախ են գրանցվում և հիմնականում չեն առաջացնում լուրջ հետևանքներ։ Մասնագետները նշում են, որ նման թույլ ցնցումները բնական սեյսմիկ գործընթացների մաս են կազմում։ 2,2 մագնիտուդով երկրաշարժը համարվում է թույլ։ Այն կարող է գրանցվել էպիկենտրոններին մոտ բնակավայրերում, սակայն չի հանգեցնում շենքերի վնասման։ Հաճախ նման ցնցումները նույնիսկ չեն նկատվում, եթե մարդը շարժման մեջ է կամ գտնվում է դրսում։ Այս պահին պաշտոնական կառույցները չեն հաղորդում որևէ վտանգի մասին։ Փոքր մագնիտուդով երկրաշարժերը սովորաբար չեն դիտարկվում որպես անմիջական լուրջ ռիսկի ցուցիչ, սակայն մասնագետները միշտ ընդգծում են՝ սեյսմիկ ակտիվ գոտում բնակվող բնակչությունը պետք է տեղեկացված և պատրաստ լինի արագ իրավիճակներին։ Թեև այս դեպքը լուրջ հետևանքներ չի ունեցել, հիշեցնենք ընդհանուր անվտանգության կանոնները՝ պահպանել հանգստություն, հեռու մնալ պատուհաններից, գտնվել ամուր սեղանի կամ ներքին պատի մոտ, չօգտագործել վերելակ։ Այս պարզ քայլերը կարող են կարևոր լինել ավելի ուժեղ ցնցումների դեպքում։ Այս երկրաշարժը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է։ Նման փոքր ցնցումները չեն նշանակում անպայման մեծ երկրաշարժի նախանշան, սակայն դրանք բնական գործընթացների դրսևորում են։ Մասնագետների կարծիքով կարևոր է ոչ թե խուճապը, այլ տեղեկացվածությունը։ Սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր նշել են, որ զգացել են թույլ ցնցումներ, միևնույն ժամանակ տարածվել են նաև անհանգստացնող մեկնաբանություններ, սակայն պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում որևէ արտակարգ իրավիճակի մասին։ Այս դեպքերում կարևոր է հենվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա։ Փետրվարի 24-ի առավոտյան գրանցված 2,2 մագնիտուդով երկրաշարժը չի առաջացրել ավերածություններ և չի ունեցել վտանգավոր հետևանքներ։ Ցնցումները զգացել են Մասիս քաղաքում, Մղչան և Դվին գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Հայաստանում նման թույլ սեյսմիկ ակտիվությունը բնական երևույթ է։ Կարևոր է պահպանել հանգստություն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին և հիշել անվտանգության հիմնական կանոնները։